Biz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքական դեսպանական դեսանտը, ինչպես 3 թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան։ Թուրքագետ Վարուժան Եղամյանն է անդրադարձել այս դեսանտին ու գրել ապրիլի 26-ին Երևան են ժամանում 3 թուրք դիվանագետ, նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը եւ Հասան Սերվետ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելուց, նշված է նաեւ, որ վիրավորվել է 1984 թվականին Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա ԱՍԼ-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ 3 դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական գործունեություն եւ հանդիսանում են Անկարայի քաղաքականության կենտրոնի մասնագետներ, չնայած այցի մասնավոր բնույթին, հենց դիվանագետների խոսքով այն հնարավորություն էր ընձեռնել առաջին ձեռքերից հետևել ընտրություններից առաջ երկրում ստեղծված վիճակին եւ հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը։ Երևան ճանապարհորդության արդյունքներով թուրք դիվանագետները հոդվածներ են գրել, որոնք եւս թուրքագետ Վարուժան Եղամյանը դիտարկել է։ Դեսպան Գյողուշը այսպես է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Փաշինյանը ճիշտ ընտրություն անելով ու հրաժարվելով ցեղասպանության վերաբերյալ պնդումների մասին միջազգային հարթակում խոսելուց շարժվում է դեպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում։ Շատերը համոզված են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինյանին աջակցությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Դեսպան Օքթեմը պնդելով, որ ընտրությունների հավանական հաղթողը Փաշինյանն է, թիրախավորում է ընդդիմությանը։ Հայ ընտրողը հունիսի 7-ին գնալու է ընտրությունների եւ ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ետնաբակը, թող ձայն տան Սամվել Կարապետյանին։ Թե ինչու է թուրք դիվանագետը մտահոգ ու հուզված, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի ետնաբակը լինել, մնալ, չի գրել։ Ընդդիմադիր քաղաքական ուժերին ծայրահեղ ազգայնականներ է որակում նաև դեսպան Օնհոնը, Փաշինյանի դեմ պայքարողների համար կիրառելով Ռուսաստան եկեղեցի դաշնակներ բանաձևումը։ Ընտրությունների համատեքստում հիշատակում է նաև թրիփը, որպես Թուրքիայի համար մշտապես կարևորություն ունեցող Զանգեզուրի միջանցքի իրականացմանը նպաստող նախագիծ։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Ալլահը պահապան Փաշինյանին, թուրքական հեռուստաեթերի ֆավորիտը։ Temenni etmem inşallah bir talihsizlik yaşamaz. Allah korusun. Թուրքերը նկատել են Փաշինյանի կրծքին ամրացված քարտեզը եւ Արցախը մերը չի եղել պնդումը։ Hatta çok enteresan bir şey söylüyor Karabağ'la ilgili. Երևան եկած թուրք լրագրողների հանձնարարությունը հայ երիտասարդները մտածում են փողի եւ վիզայի մասին, երբ թուրքերին սովորեցնում են հող զավթել։ Ne güzel mesajlar değil mi? Gençler barış istiyor. Թուրքիայի փոխնախագահը բացահայտում է անի կամուրջը նորոգելու պայմանավորվածության տողը տակը։ Geçmişte yaşanan Rusya ile yaşanan savaşlarda, çatışmalarda yıkılmış bir köprü. Արդեն առանց կաշկանդվելու եւ բաց են հայտարարում Թուրքիան, Ադրբեջանը եւ Արևմուտքը ցանկանում են, որ Փաշինյանը հաղթի ընտրություններում։ Türkiye, Azerbaycan, Avrupa, Batı, herkes Paşinyan'ın kazanmasını istiyor. Եվ հարցազրույց այսօր Սորանցիագդար հայ-քրդական բարեկամություն կազմակերպության անդամ։ Թուրքիան 100 տարի առաջ եւ այսօր նույնն է։ Թուրքերի գերակայություն են քարոզում եւ փորձում հաստատել։ Եվ այսպես Հայաստանում ընտրությունները թուրքական հեռուստաեթերի թոփ թեմաներից մեկն են, որովհետև այդ ընտրություններում Հայաստանի քաղաքացիներն իրականում որոշելու են նաև Թուրքիայի ապագան, ջուր լցնել կայսրություն դառնալու Թուրքիայի երազանքի ջրաղացին, թե զրկել Թուրքիային Հայաստանի տարածքը ինչպես իրենք են ուզում, միջանցքի տեղ օգտագործելու ռեգիոնալ առավելությունից։ Ավելորդ է ասել, թե տեխնացուներից ով է թուրքերի ֆավորիտը, ու անգամ ավելորդ է ասել, թե Փաշինյանի նախընտրական հատկապես որ հայտարարությունները եւ գործողություններն են բարձր գնահատում, բայց սա տեսնել պետք է։ Թուրքիայում նկատել են Նիկոլ Փաշինյանի կրծքին համրացված Փաշինյանական Հայաստանի քարտեզը, որն արդեն տևական ժամանակ փորձում է բաժանել նաեւ Հայաստանի քաղաքացիներին։ Türk ekseninden toprak taleplerinden vazgeçtiğini simgeleyen bir harita oluşturdu.
Onu her yerde kullanıyor. Bakın şu anda ekranda. Քարտեզ, որը խորհրդանշում է թուրքական առանցքում հայերի տարածքային պահանջներից հրաժարվելը։ Նա այդ քարտեզն օգտագործում է ամենուր։ Նայեք, հենց հիմա էկրանին է, շրջում է եւ ասում. Թուրքիայի դեմ քայլ անելով, օրինակ Ֆրանսիայում հիշատակում ենք ցեղասպանությունը, բայց իրականում ցեղասպանությունը ամբողջությամբ հորինվել է Խորհրդային Միության կողմից եւ մեզ հասցրել է մեծ աղետի։ Soykırımda bir tamamen Sovyetlerin yarattığı ve bizi büyük felakete sürükleyen bir unsurdur. Yalandır demeye. Ցեղասպանությունը սուտ է։ Նա ամենուր ասում է, Արարատ լեռանն առնչվող իրավունքներ հայերը չունեն։ Bulunduğu her yerde şunu söylüyor. Ağrı Dağı'nda bizim hakkımız yok. Orası Ermenistan değil. Karabağ bizim toprağımız değil. Orası Ermenistan değil. Այն Հայաստանի տարածքում չէ։ Ղարաբաղը հայերի հողը չէ։ Հայաստան չէ։ Ահա Հայաստանի քարտեզը այս չափով։ Եթե ինձ այո ասեք, ապա սրան եւս այո կասեք։ Եվ ես ձեզ բարեկեցություն կբերեմ, խաղաղություն կբերեմ։ Նույնիսկ մագնիս են պատրաստել այս կրծքանշանից։ Rozetten bir de magnet yapmış, mıknatıs yapmış. Նվիրում են նրանց, ովքեր քարոզում են ռևանշիզմ ու ասում. պետք է հետ վերցնենք Ղարաբաղը, վերադառնանք։ Չեն վերցնում այդ մագնիսները։ Փաշինյանը դրանք Հայաստանի քարտեզը, իրական Հայաստանի քարտեզը փակցնում է հայերի դռներին։ Հիմա կտեսնենք, թե արդյոք Հայաստանը իրականում կընդունի Փաշինյանի սցենարը։ Ermenilerin kapılarına, bacalarına iliştiriyor. Bakalım şimdi Ermenistan şu andaki senaryoyu Paşinyan nezdinde gerçekten satın almayacak. Կկարողանա Փաշինյանը իր եւ թուրքերի ընկալած իրական Հայաստանը փակցնել ոչ միայն հայերի դռներին, այլև ընտրության օրվա որոշումներին։ Սա հարցերի հարցն է, ու ամենակարևորն այն է, որ Փաշինյանի սցենարին դիմադրողների մասին եւս Թուրքիայում գիտեն։ Տեսնում են, որ ոչ բոլորն են պատրաստ ընդունել այն ընկալումը, որից չափազանց գոհ են 6 տարի առաջ հազարավոր հայերի սպանած թուրքերը։ Gerçek Ermenistan budur. Ասում է իրական Հայաստանը սա է, ուր գնում է այս քարտեզն է ցույց տալիս։ Հայերի հետ, որոնք ասում են ոչ Ղարաբաղը, Bulunduğu her yerde bu haritayı gösteriyor. Ermenilerle hayır gidelim Karabağ alalım falan diyenlerle kavgaya tutuşuyor. Ve bunu söylemeye çalışıyor. Ve söylediğimiz gibi yani bu soykırım meselesi bu da yalandı diyor. լեզվակռիվ է անում եւ փորձում է ասել նաեւ, որ այդ ցեղասպանության harcը նույնպես սուտ է։ Nihayetinde Ermeniler o dönemde Osmanlı'ya ihanet etti. Onları oradan çıkartmaktan başka bir... Ասում է վերջին հաշվով հայերը այդ ժամանակ դավաճանել են օսմանցիներին եւ օսմանցիներին այլ տարբերակ չի մնացել, քան նրանց վտարելը։ Նման հայտարարությունների համար պետք է ամուր քաղաքական հիմք ունենալ, հաշվի առնելով, որ նա ընտրություններում հաղթեց ettiği Karabağ Azerbaycan'a geri döndükten sonra da seçimi kazandı. Ղարաբաղյան պատերազմից հետո 30 տարի Ղարաբաղը օկուպացիայի տակ պահելուց եւ այն Ադրբեջանին վերադարձնելուց հետո արդյոք նա հիմա հնարավորություն ունի եւ ինչպես է կգնահատում Փաշինյանի դիրքորոշումը։ Մինչև պատասխանը տեսնելը կարևոր է արձանագրել, որ թուրքերը խիստ կարևորում են Արցախի օկուպացիայից հետո Փաշինյանի վերընտրվելը։ Եվ սա առաջին կամ միակ անգամը չէ։ Բարբերաբար են շեշտում Հայաստանին առնչվող բոլոր հարցերը քննարկելիս, որ անգամ Արցախի կորստի ողբերգությունից հետո Հայաստանի քաղաքացիները հնարավորություն տվեցին Փաշինյանին շարունակել պաշտոնավարումը, թուրքերին տալիս է հնարավորություն շարունակելու գործողությունները նույն ողբերգության տրամաբանությամբ։ Եթե ավելի պարզ, Փաշինյանի վերընտրվելը բացում է թուրքերի ախորժակը։ Հիմա քիչ առաջ հնչած հարցի պատասխանը։ Հնարավորություն ունի Փաշինյանը հաղթել նաև այս ընտրություններում։ Գոհունակությամբ կարևորում են, որ Փաշինյան-Պուտին հարաբերություններում է ապահարզանային տրամադրություն, Փաշինյանին են մեջբերում, թե հավասարակշռված քաղաքականություն է վարում, գովում են նման հետևողական արտաքին քաղաքականության համար։ Ապա հաղորդավարը նկատելիորեն նեղ սրտած հավելում է, որ Հայաստանի ներսում իրականում բոլորը չէ, որ համաձայն են Փաշինյանի վարած քաղաքականության հետ, բայց առավել ուշագրավ է այս հատվածի վերջին դրվագը։ Ama çok ciddi bir baskı altında biliyorsunuz darbe. Նա շատ լուրջ ճնշմարտակ է, ինչպես գիտեք, եղան հեղաշրջման փորձեր, մահափորձեր, եկեղեցու գլխավորած ապստամբությունը, որին մասնակցում էր այն ահաբեկիչը, որը 1987 թվականին սպանեց Լոս Անջելեսում մեր գլխավոր հյուպատոսին։ Փաշինյանը դիմադրում է այս ամենին։ Gittiler Paşinyan'a karşı ayaklanma çıkardılar falan. Bütün bunları böyle direniyor. Այո, իհարկե, հուսով եմ նրան որևէ դժբախտություն չի պատահի։ İnşallah bir talihsizlik yaşamaz. Allah korusun.
Ալլահը պահապան։ Որ թուրքերը Ալլահին խնդրում են պահպանել Փաշինյանին, թողնենք առանց մեկնաբանության։ Ահաբեկիչ ասելով նկատի ունեն հայդատի մարտիկ Համբիկ Սասունյանին, որը 19 տարեկանում գնդակահարել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսին, իր կյանքի 39 տարին անցկացրել ամերիկյան բանտում եւ միայն 2019-ին Միացյալ Նահանգների դատարանը բավարարեց վաղաժամ ազատարձակման մասին նրա հայցը։ Թուրքերը իհարկե դժգոհեցին, անգամ աղմուկ բարձրացրեցին եւ ինչպես երևում է, մինչեւ այսօր դեռ հետևում են Համբիկ Սասունյանին։ Թուրքական հեռուստաեթերում խոսք ու զրույցը հասնում է Արցախի մասին Փաշինյանի վերջին հայտարարություններին։ Նա նույնիսկ շատ հետաքրքիր բան է ասում Ղարաբաղի մասին։ Ասում է, մենք Ղարաբաղում որևէ ներդրում չենք արել։ Ասում է, որ այնտեղ միայն որոշ գեներալներ ցորեն են ցանել, հնձել։ Tabii hocam bir tane okul yaptık da bizim mi oldu? Իհարկե, ասում է մի դպրոց կառուցեցինք, բայց դա մերն է դարձնում հողը։ Ամբողջ ընթացքում մի դպրոց ենք կառուցել, մի շենք կառուցեցինք, հողը մերը dարձավ։ Net. Hani biz gitsek herhalde söyleyeceğimiz şeyleri söylüyor. Ըստ էության ասում է այն, ինչ մենք կասեինք։ Վերջին նախադասության հետ դժվար է չհամաձայնել, այո, թուրքերը ճիշտ նույնը կասեին, ինչ Փաշինյանը։ Իհարկե Փաշինյանի ասածը մի քիչ այլ կերպ են ներկայացնում, բայց դրանից բովանդակությունը մեծ հաշվով չի փոխվում։ Այստեղ միայն հավելենք, որ հիմա թուրքերն են շենքեր կառուցում Արցախի օկուպացված տարածքում եւ ըստ իրենց տրամաբանության այդ կերպ այդ հողը միևնույն է իրենցը չի դառնում։ Ու շարունակում են Փաշինյանի նման թիրախավորել Փաշինյանից առաջ պաշտոնավարած ռազմական եւ քաղաքական գործիչներին Ռուսաստանին եւ իհարկե հայկական Սփյուռքին։ Askeri juntayı suçluyor çünkü Որովհետև ռազմական խունտան նախկինում սնուցվել է խորհրդային միության կողմից, մինչդեռ այս խունտան հետ խորհրդային շրջանում Ռուսաստանին ապավինելը համարում էր հմտություն այս տարածաշրջանում։ diğer taraftan diaspora da bu değirmene su taşıyarak aslında Ermenistan'ın bir lokma bir hırka yaşamasına bir alan açmıştır. Şimdi Paşinyan bir gerçeği görüyor. O da Մյուս կողմից Սփյուռքը նպաստելով այս ջանքերին իրականում ստեղծեց միջավայր, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել սուղ միջոցներով։ Հիմա Փաշինյանը տեսնում է իրականությունը։ Այս մի քանի նախադասությունը ուղիղ խոստովանություն են, թե ինչու են թուրքերը թիրախավորում Հայաստանի ռազմական կարողությունը, դաշնակցի հետ հարաբերությունները եւ փորձում խզել Հայաստան-Սփյուռք կապը։ Ռազմական կարողության մասով ամեն ինչ բարձ է, միայն հավելենք սա։ Իսկ իրականությունը այն է, որ մեր պատերազմի ընթացքում 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11000 դասալիկ։ Ցեղասպանության պատասխանատվությունը կոչկելով թուրքերը հայ-ռուսական թշնամանք են հրահրում։ Մենք հայ ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Եվ Սփյուռք, որովհետև Սփյուռքը կարող է օգնել Հայաստանին գոյատևել սուղ միջոցներով։ Indeed, we have large Armenian diaspora. Իսկապես մենք ունենք մեծ հայկական Սփյուռք, նրանք արժեք են, մեր հայրենակիցներն են։ But also we all should understand that they are citizens of Բայց նաև մենք բոլորս պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են եւ նրանց հայացքները պարտադիր չէ, որ համընկնեն այլուր ապրող իրենց հայրենակիցների հայացքների հետ։ Armenians of United Kingdom, Australia, United States coincide with the interests and views of Armenians living in Russia, for instance. Օրինակ, չեմ կարծում, որ Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Միացյալ Նահանգների եւ օրինակ Ռուսաստանում ապրող հայերի շահերը եւ հայացքները համընկնում են։ The views and needs and the interests of Armenians who are citizens of Republic of Armenia. Եվ ինչն այսօր մեզ համար ավելի կարևոր է, սփյուռքահայերի այս հայացքները պարտադիր չէ, որ համընկնեն այն հայերի հայացքների, կարծիքների եւ շահերի հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այստեղ ապրող հայեր, որոնց հայրենիքը եւ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Part of diaspora are descendants of survivors of Armenian genocide, for instance. Այսօր անկեղծ քննարկում ունենք, ուստի ես շատ բաց կլինեմ։ Մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքի մեծ մասը օրինակ հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդներն են։ Նրանք ստիպված էին փախչել, նրանք ստիպված էին ապաստան գտել այլուր, այս տարածաշրջանից հեռու։ And they want to see a bigger Armenia, a historic Armenia. One which existed, which has had its glorious past, rich history, but which is a dream now. It's not the real Armenia. Եվ Սփյուռքում շատերը կարծում են, որ արժանի են եւ ուզում են տեսնել ավելի մեծ Հայաստան, պատմական Հայաստան։
Այն, որ գոյություն ուներ, որ ուներ իր փառահեղ անցյալը, հարուստ պատմությունը, բայց որն այժմ երազանք է, իրական Հայաստանը չէ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, այս կոնկրետ տարածաշրջանում, այս կոնկրետ հարևաններով եւ չենք ուզում եւս մեկ տասնամյակ, եւս մեկ դար, եւս մեկ հազարամյակ անցկացնել հարևանների հետ կռվով, կորցնելով ավելի շատ սերունդներ մարտադաշտում, կորցնելով ավելի շատ սերունդներ, ովքեր կփախչեն մարտադաշտից, հակամարտությունից եւ կգտնեն, չգիտեմ, լուծում կամ անվտանգ ապաստան որևէ այլ տեղ։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել Սփյուռքի տեսակետներից եւ կարծիքներից։ Of diaspora in Armenia. Հիմա թուրքերին պետք է կտրել այս կապը, որպեսզի Հայաստանի համար միակ շնչուղին դառնա թուրքականը, այն փակելու լայն հնարավորությամբ ու մեծ ցանկությամբ, որքան էլ Բաքվից հակառակի մասին անգամ ուղիղ հայտարարեն։ Երևան եկած Թուրքիայի փոխնախագահը եւ նրան ուղեկցող լրագրողները վերադարձել են այդ երկիր եւ հիմա ուշագրավ է թե ինչ հայտարարություններ են անում։ Առանձնացրել ենք երկու թեզ։ Նախ Փաշինյանի եւ Ելմազի ներկայությամբ ստորագրվել էր ԱՆԻ-ի պատմական կամուրջը նորոգելու պայմանավորվածություն։ Ելմազը Թուրքիայում բացահայտել է թե ինչ է իրականում քողարկել թուրքական կողմը այդ պայմանավորվածության տակ։ Geçmişte yaşanan Rusya ile yaşanan savaşlarda, çatışmalarda yıkılmış bir köprü. Անցյալում եղած Ռուսաստանի հետ եղած բախումների եւ պատերազմների հետևանքով փլուզված կամուրջը։ Այս հայտարարությունը լրիվ տեղավորվում է հայ-ռուսական թշնամանք հրահրելու թուրքական քաղաքականության տրամաբանության մեջ։ Միայն հավելենք, որ սա հետևողական քաղաքականություն է։ Ու ահա դրա եւս մեկ դրվագ։ 1774 Küçük Kaynarca Anlaşması'ndan itibaren Rusya Osmanlı topraklarındaki Ermenileri 1774 թվականի Քյուչուկ Քայնարջայի պայմանագրից ի վեր Ռուսաստանը սկսեց Օսմանյան տարածքներում գտնվող հայերին տրամադրել օսմանցիների դեմ։ Թուրքերը չկմեղանում են, թե Թուրքիան ցեղասպան երկիր չէ, հայերի հետ պատահած ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։ Եվ Փաշինյանը ռազմավարական փոփոխություն է կատարել Հայաստան պետության գործողություններում իբր հայերին բացատրելով, թե Ռուսաստանն է հայ-թուրքական թշնամանքը հրահրել։ Ընդ որում այդ ամենի սկիզբ են նշում Քյուչուկ Քայնարջայի պայմանագիրը ռուսական եւ օսմանյան կայսրությունների միջև, որով ազդարարվեց օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրքերը մինչև այսօր մարսել չեն կարողանում։ Հիմա Երևան եկած թուրքական մեդիայի լրագրողները։ Նրանք ուշադրության կենտրոնում են պահել մի թեմա, ինչ են մտածում հատկապես հայ երիտասարդները, ոչ թե հայերը, այլ հայ երիտասարդները։ Հաշվի առնելով, որ սա փորձել են պարզել նրանցից մի քանիսը, լրագրողներից մի քանիսը, ու թուրքական մեդիայի պետական վերահսկողության տակ լինելը պարզ է, որ սա վերևից ստացած հանձնարարություն էր։ Ու պետք է նկատել նաև, որ պատասխաններն էլ թուրքական մեդիան ընտրել եւ միաձայն ներկայացնում է, թե հայ երիտասարդները ուզում են խաղաղություն, փող եւ վիզա։ Այս թարգմանությունն է օրինակ Հաբերթյուրքի տեսանյութում, հարցումն արել են Երևանի կենտրոնում, անգլերեն, առանց թուրքական հեռուստալիքի միկրոֆոնի։ Տաղավարից այդ տեսանյութին հավելում են ահա թե ինչ։ Ne güzel mesajlar değil mi? Gençler barış istiyor. Ինչ լավ ուղերձներ են, այնպես չէ, երիտասարդները հաշտություն են ուզում, երիտասարդները հաշտ, եղբայրական, հարևանական հարաբերություններով են ուզում ապրել։ Հայաստանի հետ արված քայլեր ինչպես են անցալում այնտեղ, Հայաստանում, ինչպես են գնահատում, ավելի ճիշտ են համարում Թուրքիայի դեմ թշնամանքը երիտասարդների şրջանում նորից տարածել է։ Değerlendiriliyor. Daha doğrusu Türkiye'ye karşı yerleşik düşmanlık hisleri gençler arasında yeniden yükseltiliyor mu yoksa onlar başka bir dünya mı hayal ediyorlar? Թե նրանք մի այլ աշխարհի մասին են երազում։ Ռեպորտաժում երևում է, որ ժողովուրդների բարեկամություն են ուզում։ Թշնամանքը մի կողմ են դնում, շատ լավ զարգացում է։ Ահա եւս մեկը իշխանամերձ Սաբահը հենց վերնագրում Հայաստանի երիտասարդները մեծ հույսեր ունեն Թուրքիայի հետ մերձեցման հարցում։ Տեքստում ներկայացնում են Երևանում անցկացված հարցման պատասխանները, նշում են, որ հարցումն անցկացրել է Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Անադոլուն եւ այստեղ եւս հայ երիտասարդները խոսել են խաղաղության, փողի եւ վիզաների մասին։ Պատահականություն է, չենք կարծում։ Սա լրացուցիչ ինդիկատոր է, որ թուրքական մեդիան պետական վերահսկողության տակ է եւ Հայաստանի մասով գործում է հստակ մշակված պետական քաղաքականությամբ եւ հանձնարարություններով։ Իդեպ թուրք պաշտոնյաների բեղերի տակից հնչող իբր խաղաղության եւ եղբայրության մասին հայտարարություններից այն կողմ հենց այդ հանձնարարությունը ոչ պաշտոնական մակարդակով հնչած ուղերձները
տեսնելու եւ ներկայացնելու նպատակով է ստեղծվել իրական Թուրքիա նախագիծը։ Ու ահա նաեւ երրորդ մեդիան, աղքատ Հայաստանում հայ երիտասարդների ուզածը փողն է հանձնարարությունը կատարելիս։ Ներկայացրել ենք իրական Թուրքիայի նախորդ թողարկմանը, թե ինչպես էր դեռ Երևանից եվրոպական քաղաքական համայնքի հավաքը լուսաբանելու եկած լրագրողը գլխավոր թեմա դարձնում Հայաստանում սպասվող ընտրությունները, Փաշինյանի մրցակից Սամվել Կարապետյանին եւ իհարկե չի մոռացել հանձնարարությունը։ Ինչ են մտածում հայ երիտասարդները։ Önce rakibinden aslında Karapetyan'dan bahsedeyim. Dediğim gibi Güçlü Ermenistan Partisi'nin lideri, o da Rusya yanlısı olarak biliniyor. Խոսելով նրա մրցակցի Կարապետյանի մասին, ինչպես ասացի, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդն է։ Հայտնի է որպես ռուսամետ, Ռուսաստանի քաղաքացի է եւ ունի Ռուսաստանում գործող ընկերություններ։ Հետևաբար, Կարապետյանը որոշ չափով Փաշինյանից առաջ եղած շրջանի խորհրդանիշ է։ Նրան նաեւ դատում են իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով։ Տնային կալանքի տակ է։ Կարող եմ ասել հետեւյալը. ինչ տեսել եմ Հայաստանում, այստեղ եմ արդեն 2 օր հնարավորություն եմ ունեցել խոսել հատկապես երիտասարդների հետ։ Konuşma imkanım da oldu. Özellikle gençlerle konuşma imkanım oldu. Tabii biraz aslında sanki ekonomiye kayıyor herkesin amacı, hedefi, isteği. Yani seçmenin, genç seçmenin özellikle isteği gibi. Örneğin Karabağ yenilgisi çok da sanki sadece belirli bir kesim için. Yani Իհարկե թվում է թե բոլորի ուշադրությունը, նպատակը եւ ցանկությունը փոխվում է դեպի տնտեսություն եւ օրինակ Ղարաբաղում պարտությունը կարծես առնչվում է միայն բնակչության որոշակի շերտին։ Թուրքական հեռուստաեթերում հայտարարում են, թե հայ երիտասարդները ավելի շատ տնտեսական մտահոգություններ ունեն եւ հիմա խաղաղություն են ուզում։ Հայերի մասին սա ասում են այն նույն թուրքերին, որոնց անգամ սերիալներում հողեր զավթելու եւ հայրենիք դարձնելու ինտենսիվ քարոզով են սնում։ Հայրենիք դարձնել ֆրազն այստեղ ուղիղ մեջբերում է։ Թուրքիայում իհարկե չի կարող այնպիսի շփաթ լինել, որ Սյունիքը, Զանգեզուրի միջանցք կոչվածը չքննարկեն։ Խաղաղության, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին Փաշինյանի նախընտրական եւ ոչ այնքան հայտարարություններն են մեջբերում, բայց նախ տեսնենք, թե ինչպես են սկսում այդ քննարկումը։ Düşünelim şimdi Zengezur koridoru vardı ya, Trump ne demişti? Trump koridoru bilmem ne. Թուրքիայում ոչ միայն դեռ չեն հաշտվում, որ Հայաստանի տարածքով Աթաթյուրքի պլանի մինիմումը իրագործելով միջանցքի անունը Թրամփի ուղի է լինում, այլև ընդհանրապես անընդունելի են համարում, որ Սյունիքում թուրքականից բացի ամերիկյան ներկայություն լինի։ Սա, այսպես ասենք, մի քիչ ընդդիմադիր թուրքական հեռուստաալիք է։ Eğer Türkiye biraz daha aklı selim derler ya eski. Եթե Թուրքիան կարողանա գործել մի փոքր ավելի ողջամիտ, ինչպես ասում են, եթե Թուրքիան կարողանա ազատվել ԱՄՆ-ի հովանոցից եւ ստվերից, եւ եթե մտածի ԱՄՆ-ից կախվածի հոգեբանությունից ազատվելու մասին, ապա կան այլ հնարավորություններ։ Տարածաշրջանում ինչ որ այլ բան է կատարվում։ Kendisini kurtarırsa başka imkanlar var, bak bölgede başka bir şeyler sağlanıyor. Եվ իհարկե նորից ամեն ինչ որոշվելու է Հայաստանում ընտրությունների արդյունքներով։ Թուրքերը առանց կաշկանդվելու բաց ու հրապարակավ հայտարարում են, որ Փաշինյանի հաղթանակն են ուզում։ Türkiye, Azerbaycan, Avrupa, Batı, herkes Paşinyan'ın kazanmasını istiyor. Böyle bir noktaya geldik. Թուրքիա, Ադրբեջան, Եվրոպա, Արևմուտք բոլորը ցանկանում են, որ Փաշինյանը հաղթի։ Հասել ենք այս կետին։ Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության փորձագետ ներկայացող այս անձը հերթական անգամ հիշեցնում է իր առաջարկը։ Թուրքիան պետք է հայերին ծնկի բերելու այլ ճանապարհով գնար։ Her sabah Ermenistan'da küçük çocukların oldukları kapıya Türkiye bir şişe süt bıraksın, bir ekmek bıraksın. Եթե Թուրքիան ամեն առավոտ Հայաստանում փոքր երեխա ունեցողների դռան մոտ կաթի շիշ կամ հաց թողներ, ոչինչ չէր պատահի։ 1996 թվականին էի սա առաջարկել, իմ դեմ արշավ սկսվեց։ Ինձ մեղադրեցին հայամետ լինելու մեջ։ Այստեղ հիշում են, որ թուրքերը խորքային խնդիրներ ունեն ոչ միայն հայերի, այլև հույների, արաբների հետ այդ խնդիրները կարգավորելու փորձերի մասին են հիշում։ Քննարկումը հասնում է իհարկե բոլորին, բացի թուրքերին մեղադրելուց եւ եւս մի կետի, որը անուղղակի իրականում շատ էլ ուղղակի առնչվում է հայերին։ Araplar henüz daha rüştlerini kendilerine de ispat edemedi. Արաբները դեռ չեն ապացուցել իրենց հասունությունը, նույնիսկ իրենց։ Հիմա ինչ են նրանք հասկացել, որ այլևս չեն կարող վստահել ոչ ոքի։ Իրենք պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։ ԱՄՆ-ին չի կարելի վստահել, ոչ Անգլիային, ոչ Ֆրանսիային, իմպերիալիզմին վստահել չի կարելի։ Güvenliklerini kendilerinin sağlaması gerektiğini, ABD'ye güvenilemeyeceğini, İngiltere'ye, Fransa'ya, uzun sözün kısası.
Emperyalizme güvenemeyeceğini. Bunu ilk önce bölgede fark eden kim? Türkiye oldu. Ով էր տարածաշրջանում առաջինը ով հասկացավ սա Թուրքիան էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ։ Եվ իհարկե քննարկում են նաև Փաշինյանի վարկանիշը ընտրություններում հաղթելու նրա հնարավորությունը։ Ասում են ամեն օր հետևում են։ Kiliseyle kavga etti. Evet bunu vururlar öldürürler falan dedim yani suikasta falan gider dedim. Kiliseyle kavga etti adam. Evet. Kiliseyle. Նա վիճում էր եկեղեցու հետ, այդ մարդը վիճում էր եկեղեցու հետ, նա ռիսկի գնաց, կոտրեց 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բոլոր նախապաշարմունքները Թուրքիայի մասին, Սփյուռքի մասին։ Չնայած ներկայումս հասարակական կարծիքի հարցումներով նրա վարկանիշն ավելի ցածր է, քան նախորդ ժամանակահատվածում։ Ես ամեն օր հետևում եմ դրան։ Այս պահին այն ցածր է, բայց հաղթելու հավանականությունը մեծ է։ Եվ թուրքական քաղաքականության ու մեդիայի կանոններով Հայաստանին առնչվող ոչ մի քննարկում առանց Սփյուռքը թիրախավորելու, Հայաստան-Սփյուռք կապը կտրելու փորձի բազմաթիվ անգամ հնչած ձևակերպումներով, թե Սփյուռքը շահարկում է ցեղասպանության թեման։ Ցեղասպանություն գործած թուրքերն ակնկալում են, որ ցեղասպանությունից փրկվածների ժառանգները լռեն։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Սորանց Յագդար, հայ-քրդական բարեկամություն կազմակերպության անդամ Իրաքյան Քրդստան։ Երևան էր եկել հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու։ 100 տարի առաջ եւ այսօր Թուրքիայում նույն ռեժիմն է, կարծում է նա, նույն գաղափարախոսությամբ։ Տարածաշրջանի մյուս ժողովուրդներից իրենց առավել են կարծում։ Թուրքերի գերակայություն են քարոզում եւ փորձում հաստատել։ Շնորհակալ եմ այս տարի եւս ապրիլի 24-ին Հայաստան գալու եւ մեզ միանալու համար, պարոն Մամրաշ, տեսնում եմ, որ այս անգամ ձեզ ուղեկցում են, առաջարկելու եմ հարցազրույցը սկսել ավագ հյուրի հետ։ Եվ այսպես, ինչու եք Հայաստանում, այն էլ ապրիլի 24-ին։ Why he is joining you during this trip? Առաջին անգամ եմ Հայաստանում եւ եկել եմ մեծ սիրով։ Եկել ենք Իրանի տարածքով, ցամաքով, որովհետեւ պատերազմ է եւ գիտեք բազմաթիվ թռիչքներ չեղարկվել են։ Երբ հատեցինք Հայաստանի սահմանը, տպավորություն էր, որ օտար երկրում չեմ։ Շփվում էի մարդկանց հետ, որոնք ունեն նույն արժեհամակարգը, նույն վարվելաձևերը, ինչ մենք քրդերս։ Եկել ենք մասնակցելու այսչափ հարազատ մարդկանց հայերի սգո եւ հիշատակի արարողությանը, հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին, բարձրանալու ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես հայերն են բարձրանում։ Քրդերը մեծ հարգանք են տածում հայերի նկատմամբ եւ կարեւորում են այդ օրը հայերի կողքին լինելը։ Առաջին անգամ բարձրացել եմ Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եմ խոնարհել, հարգելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ այդ պահին ներքին զգացողություն ունեի, որ մեծ ու կարեւոր քայլ եմ անում։ I will ask very sensitive question. Զգայուն հարց եմ հիմա տալու, հաշվի առնելով այն, ինչ հիմա դուք ասում եք։ Հայերը հիշում են կատարվածի բոլոր մասնակիցներին, իհարկե դուք Իրաքյան Քրդստանից եք եւ պարզ է պատասխանը, բայց ամեն դեպքում կուզեի այս հարցին անդրադառնաք։ Թուրքերն օգտագործել են նաեւ քրդերին ցեղասպանությունն իրագործելու համար եւ քրդերը եւս կիսում են մեղքի բաժինը։ Ինչ են քրդերը մտածում սրա մասին այսօր։ So what Kurds are thinking about this nowadays? کاتی خۆی لە سەردەمی دەوڵەتی عوسمانی کوردەکانی ناوچەیەکی بچووک Մենք պատմությունը գիտենք, որ քրդերը մասնակցել են հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությանը։ Դա ճիշտ է, ու նաև ճիշտ է, որ ոչ բոլոր քրդերն են մասնակցել, ոչ բոլոր քրդերն են ցեղասպան։ Դա արել են քրդերի որոշ փոքր խմբեր, Թուրքիայի տարածքի մի փոքր հատվածից։ Իրաքի եւ Իրանի տարածքի քրդերն առնչություն չունեն կատարվածի հետ։ Ցեղասպանությանը քրդական այդ բոլոր ցեղերի մասնակցությունը չի նշանակում, թե ամբողջ քուրդ ժողովուրդն է հանցակից հայ ժողովրդի ողբերգությանը։ Ռեգիոնում 40 միլիոն քուրդ կա, եւ պատմությունը նաեւ ցույց է տալիս, որ բազմաթիվ քրդեր ցեղասպանության օրերին պաշտպանել են հայերին։ Իրաքյան Քրդստանում հիմա հայ համայնք կա, ու հայերի մեծ մասը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են։ Կարևորում եմ եւ պետք է ընդգծեմ նաեւ, որ հայերը աթոռ ունեն Քրդստանի ինքնավարության խորհրդարանում։ Ուզում եմ ասել հետեւյալը. եթե ես սխալ եմ գործում, եթե հանցանք եմ գործում, չի նշանակում, թե իմ ամբողջ ընտանիքն է հանցագործ։ Նաեւ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում եղա եւ ցուցադրված բովանդակության տեքստերի պարբերություններից մեկում գրված էր քրդերը մասնակցել են հայոց ցեղասպանությանը։ Սխալ չէ, ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ։ Եթե հնարավոր լիներ, կուզեի խնդրել խմբագրել այդ նախադասությունը,
Գրել, որ որոշ քրդեր քրդական որոշ փոքր ցեղախմբեր են մասնակցել ցեղասպանության իրագործմանը։ Սա բոլոր քրդերին հանցագործ չի դարձնում։ Բոլոր քրդերին ցեղասպանության հանցակից չի դարձնում։ Ես քուրդ եմ, Էրբիլից եւ որևէ առնչություն չունեմ։ Իմ պապերը որևէ առնչություն չունեն կատարվածի հետ, որ Թուրքիայի տարածքի որոշ քրդեր գործել են այդ սխալը հայ ժողովրդի դեմ։ Իրաքյան Քրդստանի տարածքում հայերի հետ քրդերն ապրում են հաշտ ու խաղաղ։ Որևէ խնդիր չունենք։ Հայերը մասնակցում են որոշումների կայացմանը մեր քաղաքային խորհուրդներում, խորհրդարանում, ունեն դպրոցներ։ Հայերի բոլոր իրավունքները պաշտպանված են։ Քուրդ ժողովուրդը եւս ցեղասպանություն է վերապրել, իրագործված Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից, եւ մենք գիտենք, թե որքան կարեւոր է, երբ կիսում են քո ցավը։ Եկել են կիսելու ձեր ցավը այս ծանր օրերին։ Քրդերը գիտեն ինչ է ցեղասպանությունը, ցեղասպանությունից փրկվելը, ու ինչ է նշանակում, երբ դրսից որևէ մեկը գալիս է քեզ հետ սկալու, գիտակցելով քո ողբերգության ծանրությունը։ Բացի այդ, ընկերոջս որդին Հեմոնը ամեն տարի է գալիս այստեղ։ Շատ էր պատմում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, թե որքան նման ենք, որքան նման են մեր մշակույթները։ Այնպես էր պատմում, որ որոշեցի այս տարի միանալ նրան ու իմ աչքով տեսնել։ Եվ իսկապես հայ եւ քուրդ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են։ Ինձ պատմել են, որ Հայաստանը զարգանում է 20-30 տարի առաջ եւ հիմա տարբերությունը մեծ է, շատ է փոխվել։ Հայերը գիտեն ինչպես կառուցել, ինչպես առաջ գնալ։ Հուսով եմ, որ այս երկիրը կշարունակի առաջ գնալ եւ զարգանալ։ Մենք էլ քրդերս կգանք, կտեսնենք, կսքանք ձեզ հետ եւ կուրախանանք ձեր հաջողություններով։ Հուսով եմ հաջորդ անգամ Հայաստան կգամ ընտանիքիս հետ։ Armenians and Kurds Հայերը եւ քրդերը մի կարևոր ընդհանրություն ունեն։ Թուրքերի հետ են առնչվում։ Ինչպիսի Թուրքիայի առաջ ենք այսօր կանգնած 100 տարի առաջ եւ այսօր։ Նույն Թուրքիան է, թե փոխվել է։ 100 years ago. هستكي لنيو نتوكل بهموشي إيران تركيا برا Նա խոսեմ մարդկանց, ժողովուրդների մասին, որոնք ամենուր Իրանում, Իրաքում, Սիրիայում թե Թուրքիայում ուզում են ապրել խաղաղ։ Բայց որևէ փոփոխություն չկա պետության, Թուրքիայի դիրքորոշումների եւ նպատակների մասով։ 100 տարի առաջ եւ այսօր նույն Թուրքիան է, եւ մենք այսօր եւս բախվում ենք պետության նույն ռազմավարությանը, հայերի, քրդերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների դեմ։ Հետևաբար, երբ խոսում են Թուրքիայի ժողովրդի մասին, փոփոխություն գուցե կա, երբ խոսում ենք ռեժիմի մասին, նույնն է։ Տարածաշրջանի մյուս ժողովուրդներից իրենց առավել են կարծում։ Թուրքերի գերակայություն են քարոզում եւ փորձում հաստատել։ Թուրքական ռեժիմը բացահայտ կերպով ստորադասում է մյուս ժողովուրդներին։ مجتمعي تركي همه هزاني استاكا اشتي تبعي هبه لنوا Ինչպիսի ապագա եք տեսնում քրդերի համար այսպիսի պայմաններում եւ այսպիսի Թուրքիայի գործոնը հաշվի առնելով։ Իհարկե մենք երազում ենք անկախ եւ ազատ պետություն ունենալու մասին։ Փորձելու ենք անել հնարավորը խաղաղ ճանապարհով այդ երազանք իրագործելու համար։ Աշխատելով խորհրդարանում, բանակցելով Իրաքի կառավարության, մեր հարևանների հետ, բացատրելով, որ մենք չենք ուզում պատերազմել, բախումներ հրահրել որևէ մեկի հետ։ Ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես խաղաղասեր ժողովուրդ, բոլորի հետ, առանց որևէ մեկին սպանելու։ Ուզում ենք բարեկամական հարաբերություններ հաստատել բոլորի հետ։ Հավատում եք, որ այդպես հնարավոր կլինի։ Քրդերը կուզեն խաղաղ ապրել, բայց նրանց թույլ կտան, Թուրքիայի ռեժիմը թույլ կտա քրդերին, հայերին ապրել խաղաղ այս տարածաշրջանում։ Նրանք գիտեն, որ ժողովուրդները խաղաղություն են ուզում, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը, եւ գիտեն, որ եթե չգնան խաղաղության ճանապարհով, Թուրքիայի ռեժիմը կտապալվի։ Ահա թե ինչու նրանք սկսեցին բանակցություններ վարել քրդերի հետ, հաշտության գործընթաց սկսեցին։ Հասկանում են, որ ապագան հնարավոր է միայն խաղաղությամբ, բայց չեն ուզում ասել, այո, մենք սխալ էինք, դուք ճիշտ։ Այնպես որ հիմա առաջնորդվում են, մենք ճիշտ էինք, բայց դուք եք ճիշտ բանաձևով։ Մենք սրան շատ երկար ենք սպասել եւ համոզված ենք, որ մեր իրավունքները խաղաղ ճանապարհով պաշտպանելն ավելի ճիշտ է, քան պատերազմելը։ Հավատում ենք, որ Թուրքիայում կան որոշ քուրդ առաջնորդներ, որոնք ծանր պատասխանատվություն են ստանձնել այս ուղղությամբ, եւ հուսով ենք, որ մյուս կողմը կհասկանա, եթե չընդունեն այս գործընթացը, ապա վատթարագույն իրավիճակ է սպասվում հենց իրենց համար։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարցազրույցի երկրորդ հատվածը հայ-քրդական բարեկամություն կազմակերպության համանախագահ Հեմոն Մամրաշի հետ առաջարկում ենք դիտել հաջորդ շաբաթ։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։